Տեղյակ չեք որևէ ձևով։ Տեղյակ եմ, բայց ես կոմպետենտ չեմ պատասխան վախը, Ժորժ ջան։ Դուք նախարարության ներկայացուցիչ չեք, փոխնախարար, երկրորդ ներկայացուցիչ եք, այսինքն դուք տեղյակ չեք ինչու եք։ Տեղյակ եմ, բայց ասում եմ կոմպետենտ չեմ։ Մենք պահանջում ենք որպես հանրության համար ներկայացնեք, ինչու է 4-րդ կարգի ցորեն։ Որտեվ ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության, Ժորժ ջան, ինչ կա։ Դուք ախր այդպես չեք ներկայացել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի Ինչ որ մեկը կարգա ներկայացել մինչև այդ լուրջ որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել որ անասնագեր է։ Ժորժ ջան, բայց իսկ ասել են որ ուրիշ ցորեն է։ Ասել են ցորեն է գալի։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի։ Ցորենը ցորեն չի։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ որ բան չի տալի, կաթ կամ ինչ որ։ Լուրջ է։ Ցորենը բարձր որակի չի նշվել։ Բայց խի պետք է նշվել։ Նախարար անգամ քննարկում էր Չէ, խի պետք է։ հացի գինը կարող է ինչնի ավելանա նվազի։ Ընդհանրապես, եթե ճանապարհները, չէ, կան։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է, հնարավոր է գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բան է, հիմա ես զարմանում եմ։ Մենք չենք ասում Ասում եք ինչու չեն ասել 4-րդ կարգ։ Տենց, որովհետև դա էլ 4-րդ կարգ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում այդ ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել է։ Չէ, ցորենը լավ է որ եկել է, խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ այդ աղմուկը ուրիշ բանի մասին է։ Չէ, աղմուկը, Ժորժ ջան, աղմուկը։ Չէ, նախ ասեմ, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է, չէ՞, համաձայն չեք։ Եթե ղազախական կողմը Ռուսական ցորենը բարձրակարգ ցորեն է հիմա։ Եթե ղազախական կողմը այդ մասին չբարձրաձայներ, Հայաստանի իշխանությունը ինքնակամ կասեր հայ հանրությանը Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում ով առաջինը բարձրաձայնե, բայց իհարկե դա գաղտնիք չկա։ Ինվոյսներով եկող բան է, ինչ կա ասնախ։ Չէ, խոսքը նրա մասն է, որ կարելի սկզբանե ասել, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, բացվում են եւ այլն։ Դե տենց էլ ասել են։ Եվ գալիս է առաջին խմբականական անասնագեր, ոչ թե ցորեն ասել։ Ինչու պետք է դա շեշտի, ես չեմ կամ հասկանամ։ Ժորժ ջան, ինչու։ Որ մենք հացի խնդիր ունենք։ Չէ, ախր ի սկզբանե բոլորը ասում էին, որ հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Համաձայն չեք։ Որ հնարավոր է հացի գինը նվազի դրա հետ կապված։ Անգամ հացի գնի հետ կապված, ներողություն։ Չէ, հացի գնի հետ կապված կարծեմ թե հարց եղել է, այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան եւ միայն ճանապարհը չի, ուստի այս պահին դիվերսիֆիկացիան, ոչ թե կոնկրետ այս դեպքը, դիվերսիֆիկացիան նայած թե ինչ չափով կազդի հացի գնի վրա, այդ էլ է դաժե ասվի, էլ ինչ ասվի։ Հիմա շարունակական է լինել։ Այո։ Ես կարծում եմ այո։ Չէ, այդ ինֆորմացիան, այդ աստիճանի ես չգիտեմ, բայց կարծում եմ այո։ Միանշան։ Խմբականակը նորմալ ցորեն է։ Որը։ Ռուսաստանինը նորմալ ցորեն է։ Շնորհակալություն։